Սիրելի խեցգետիններ, Ռունա Երանն է ձեզ համար բաժին դուրս եկել, որը որ խոսում է բերքահավաքի մասին։ Այսինքն, ինչ ցանում եք, այն էլ հնձելու եք մայիս ամսին, ուշադիր եղեք։ Այստեղ, եթե լավն եք ցանել, լավը կհնձեք, վատն եք ցանել, կարող եք վատը հնձել, հա։ Սկզբունքները այստեղ կարող են ձեր դառնալ ամսվա հենց կարգախոսը։ Ռունա Երան ձեզ որպես տարվա բերքահավաք նաև կարող է ասել, որովհետև շատերիդ մոտ արդեն կարող է ներկապահին տրանսֆորմացիա է նաև սկսել։ Ինքներդ եք տեսնում, կայացրեք ձեր կյանքում արդարացի որոշումներ, որ ժամանակը եկել է ստանալու այն ամենը, ինչի համար դուք երկար ժամանակ միգուցե կարող եք ստանալ։ Ինչի համար դուք երկար ժամանակ նաև ինչու՞ չէ եռանդ եք թափել։ Ընդհանուր էներգիան մայիս ձեզ համար կլինի արդյունքների եւ պարգևատրման ամիս։ Եթե նախորդ ամիսներին դուք քրտնաջան աշխատել եք, ապա տիեզերքը այստեղ պատրաստվում է ձեզ տալ ձեր հասանելիքը, որովհետև այս ռունան բավականին մեծ կապ ունի կայունության հետ, դրական նպատակներով, բայց միևնույն ժամանակ այստեղ համբերության պահանջող էներգիա է։ Ձեր աշխատանքի եւ ֆինանսների հետ կապված հաջողություններ են սպասվում, սա կարող է լինել երկար սպասված աշխատավարձի կամ բարձրացում կամ միգուցե փնտրում եք, գտնեք, որը ձեզ հեղինակություն նաև կարող է բերել։ Այստեղ ձեր ներդրած ջանքերը վերջապես կարող են դառնալ տեսանելի եւ շոշափելի։ Այստեղ ամեն ինչ հնարավոր է ընթանա իր հերթին, սա կտրուկ թռիչքների ամիս կլինի մայիսը ձեզ համար, այլ ավելի շատ որակյալ ինչ-որ առաջընթացի։ Դուք մայիս ամսին կզգաք, որ կյանքը մտնում է մի հուն, որտեղ ամեն ինչ տրամաբանական է եւ արդար։ Որպես խորհուրդ ես խորհուրդ կտամ չշտապել ժամանակը, որովհետև այստեղ բերքը կարելի է հնձել այն ժամանակ, երբ որ դուք ինչ-որ բաններ եք դրել, հա, որպեսզի միգուցե հասունանա նոր ստանաք։ Մայիսին շարունակեք անել այն, ինչ անում եք, եղեք հետևողական եւ հիշեք ձեր ջանքերից եւ ոչ մեկը զուր չի կորչելու։ Արդյունքն արդեն միգուցե ճանապարհին է եւ այստեղ ձեզ համար շատ հաղթանակների ամիս կարող է լինել, որ դուք իսկապես ինչ որ բան վաստակել եք։ Վատն եք արել։ Մի բողոքեք ոչ մեկից։ Այսքանը մայիս ամսվա համար խեցգետինների